Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը չի զղջում հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության համար։ Այսօր նա անդրադարձավ 2005 թվականին ցեղասպանության մասին հայտնած իր տեսակետին եւ նշեց, որ այդ ժամանակ երկու տարբերակ ուներ՝ կամ դուրս գալ եւ հայտարարել այն, ինչ եղել է, կամ ասել այն, ինչն իր ներկայացրած կառավարության տեսակետն է։ Սակայն Էվանսը իր բնորոշմամբ գերադասել է ասել ճշմարտությունը այն հասարակությանը, որի վճարած հարկերի գումարով նա աշխատավարձ է ստանում, եւ հայտնել, որ իսկապես ցեղասպանություն է եղել։ Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին եւ այն տեսակետին, թե ջանքի սկզբանե դատապարտվեց այն ձախողման, Էվանսը նշեց, որ եթե նման բան լիներ, ապա գործընթացը չէր սկսվի։ Ավելի ճիշտ կլիներ այս գործընթացը սկսել քայլերով, ոչ թե նման ծավալուն արձանագրության գնալ։ Դա նմանվում է սոված մարդու, ով ուտում է այն ամենը, ինչ իրեն միանգամից հրամցրել են, սակայն ստամոքսի ցավից խուսափելու համար պետք է քիչ-քիչ կերակրել քաղցածին։ Սակայն նշեմ, որ դիվանագիտության մեջ հնարավոր չէ նախնական զրոյական վիճակին վերադառնալ։ Էվանսը չշրջանցեց նաև այն հարցը, թե նախընտրական շրջանում արդյոք չի օգնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պատասխանեց շատ հստակ. ոչ, նման բան չի եղել։ Արմենի Հիկարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։